Ես ուզում եմ մեր մեջ Պենտեկոստե լինի, ժողովուրդ ջան։ Պենտեկոստեի օրը հին ուխտում կար Պենտեկոստե։ Պենտեկոստե հունարենա 50 տասնյակ, 50 օր։ Եվ Պենտեկոստեի օրը, որ եկավ, նախքան Պենտեկոստեի օրը Հիսուս իր աշակերտներին ասեց, որ պետք է Երուսաղեմ սպասեք, վերեն զորություն առնեք, որ իմ վկաները լինեք։ Այդպես էլ եղավ, եւ Պենտեկոստեի օրը Գործ Առաքելոց 2-րդ գլուխ, ուզում եմ կարդամ, ժողովուրդ ջան, ինչպես երգը երգեցի, ենթավեռնագիր ասում է Սուրբ Հոգին գալուստը։ Երբ Պենտեկոստեի տոնը եկավ, ամենքնալ միաբան մեկտեղ էին, հանկարծակի երկնքեն ձայն մը եղավ Սաստկաշունչ հովի մը ձայնին պես, եւ բոլոր տունը լեցուց, ուր նստեր էին, բաժանված լեզուներ երևցան իրենց, որպես թե կրակե ու ամեն մեկուն վրա նստան, եւ ամենքնալ Սուրբ Հոգիով լեցվեցան ու սկսան ուրիշ լեզուներով խոսիլ, ինչպես հոգին իրենց խոսել կուտար, ալելույա, ամեն։ Առաքյալները Սուրբ Հոգու կրակի կարիք ունեին, թե չէ, ժողովուրդ ջան։ Առաքյալներին մինչև Հիսուսը Սուրբ Հոգու կրակով չլցրեց, չուղարկեց հեթանոսանց աշխարհը։ Սուրբ Հոգով լցվան կրակի լեզուներ տրվավ իրանց, որ ամբողջ աշխարհը վառեցին իրանց Սուրբ Հոգու կրակով, ամեն։ Եվ Ապկար թագավորի ժամանակ, առաջի դարում մեր առաջի թագավոր Ապկար թագավորը, որ բորոտությունով հիվանդ էր, Հիսուսը, որ Ապկար թագավորը նամակ ուղարկեց Հիսուսին, այդ նամակը ունեն, որ գրել է Հիսուսին, Հիսուսի պատասխանել Ապկար թագավորին, որ երկու առաքյալներին ուղարկում է, ասում է, ես չեմ կարող, Ապկար թագավորը ասում է, դու կամ Աստված ես կամ Աստծո որդին, որ ես բաներ ես անում, բայց պետք է խաչեին Հիսուսին, Ապկար թագավորը զորքով գնում է, որ Երուսաղեմ այդ խաչողների հետ հարցերը լուծի, բայց ռոմացիները չեն թողում։ Դա ասում է, հետո նամակը որ հասնում է Հիսուսին, ասում է, ես չեմ կարող գա, որովհետև ես պետք է իմ ուղարկողի կամքը կատարեմ, բայց ասում է, երկու առաքյալներին կուղարկեմ հայոց աշխարհ։ Եվ ուղարկում է երկու առաքյալներին, Բարթեղոմոսին եւ Թովմասին, չէ՞, Թադևոսին։ Ուղարկում է հայոց աշխարհ։ Հայոց աշխարհը վառում են երկու առաքյալները։ Այդ իրանց քարոզով Սուրբ Հոգու կրակով խոսում էին եւ մարդիկ թագավորը ընդունել էր, ընդունում էին։ Սիրելի Աստծո ժողովուրդ, կրակի մասին շատ համարներ եմ հանել ես, շատ։ Ղուկաս ավետարան 12 գլուխ 49 համարի խոսքն եմ կարդում, Ղուկաս ավետարան 12 գլուխ 49 խոսքը Հիսուսի խոսքն է։ Ես կրակ ձգելու եկա երկրի վրա ու ինչ որ կուզեմ, եթե արդեն բորբոքած է։ Ինչի համար կրակ բերեց Հիսուսը։ Կրակ բերեց Հիսուսը։ Կրակ մենք բոլորս կամ ջուղացիներս բոլորս գիտենք կրակը ինչ բան է։ Կրակով տաքանում ենք, կրակով ճաշ ենք եփում, կրակով խորոված ենք անում, կրակով ամեն բան կրակով է լինում։ Սոմալյոտն էլ է կրակի զորությունով թռնում։ Ամեն բան կրակով է։ Կրակով է այդ ամեն բան լինում։ Կրակը որ վառում ես, օրինակ մենք, ես գյուղացի եմ եղել, մենք թունդիր էինք վառում, հայրիկը սելով գնում էր անտառ, ցախ էր բերում, ամբողջ ձմեռը վառում էինք, եւ որ վառում էին, հետո քուրսի կար, քուրսի գիտեք, չէ՞ որ դնում էին թունդրի վրան, հավաքվում էին, որ այդ տնանից մեկ, համարյա մեկիչ մեծ, բայց սեղանի պես։ Հավաքվում էինք տաքանալու համար։ Աղբերներս, քրերս,
Գալիս է դու քնում էին տակը, տակություն որ կոր հավաքվում ենք, ցուրտ ժամանակ մորթին տակություն ապե, չէ ժողովուրդ ջան։ Հավաքվում ենք այդ կրակի մոտ, այդ տակության մոտ։ Երբ որ սորում էր, առավոտը լիք ցուրտ էր նորից, որ ցուրտ էր ուտեն բաժանվում ենք։ Կրակը տակացնում է մեզի։ Կրակը պաղության հարցը լուծում է։ Կրակը կարևոր է մեզի։ Մեր մեջ որ կրակ լինի, գավակվեն մեր մոտ։ Եկեղեցիների մեջ որ Սուրբ Հոգու կրակը լինի, գավակվեն։ Քարոզները պետքա Սուրբ Հոգու կրակով լինի։ Երգը պետքա Սուրբ Հոգու կրակով լինի։ Քարոզիչը պետքա Սուրբ Հոգու կրակով խոսի։ Եվ պետքա լցվի որ խոսի։ Պետքա կրակին մոտենաս որ տականաս։ Կրակը նաև վառում է։ Պենտեկոստե օրը վառեց առաքյալներին, ինչը վառեց։ Կրակը վառեց, ինչը վառեց։ Պետրոսի երկչոտությունը վառեց։ Պետրոս վախկոտ էր, չէ՞։ Վախենում էր Պետրոսը, բայց կրակը Սուրբ Հոգու վառեց Պետրոսի վախը։ Թովմասի անավատությունը վառեց։ Իմ եղբայրը ասաց նապայում հրդե եղե, չէ՞, օրամ աղբեր, որ ահագին բաները վառվե, թանկարժեք տներ, ամեն բաներ կրակը վառելա, դարձելա ինչ, մոխիր։ Սուրբ Հոգու կրակը մեզի պետք է, ժողովուրդ ջան, ասեմ Տեր Հիսուս, ինձի քո Սուրբ Հոգու կրակով վառի, որ մեր եսը, մեր հպարտությունը, մեր ինքնահավանությունը, մեր չներելը, բամբասելը, եսասիրությունը, աշխարհասիրությունը վառի Սուրբ Հոգու կրակը։ Ամեն։ Կարիք ունենք, թե չէ ժողովուրդ ջան, Սուրբ Հոգու կրակի, որ Սուրբ Հոգու կրակը վառվի մեր մեջ։ Ասացած կա, որ մի հատ մարդ ճանապարհով գնում է, տեսնում է մի հատ մեծ եկեղեցի, կարծեմ ես պատմություն ասել եմ, չեմ հիշում։ Մեծ եկեղեցի է տեսնում, մոտենում է, այդ եկեղեցին տեսնում է ինչ ահավոր մեծ է, ժամ կոչնել ընդեր նստած է, ժամ կոչին ասում է, Ալֆրեդ ջան ասում է, ժամ կոչնել Ալֆրեդն է լինում։ Ասում է Ալֆրեդ ջան ասում է, այս եկեղեցին որ այսքան մեծ ու սառն է, այս ժողովուրդը ոնց պետք է տականա։ Ժամկոչը պատասխանում, Ալֆրեդ աղբեր պատասխանում, ասում է, Ցոլակ ջան, ասում է, մեր եկեղեցի ծառայողը, որ խոսում է, իրանից կրակ է դուրս գալիս, եկեղեցին տաքցնում է։ Սուրբ Հոգու կրակը տաքցնում է, ասում է, ինքը որ խոսում է։ Երեմիային ասում է, իմ խոսքը քու բերանի մեջ տրիցի որպես կրակ, որ ինչ անի, վառի, այրի, մոխիր դարձնի եւ ժողովուրդը փայտ արեցի, այսինքն ժողովրդի ամբարիշտությունը, անավատությունը, այդ կրակը կվառի, թող կրակը դուրս գա մեր բերանից ասող խոսքը, որ ամեն անավատություն վառի։ Աստծուն միայն երկրպագենք Սուրբ Հոգու կրակով։ Մարմնավոր կրակը թող վառի։ Միայն ու միայն Սուրբ Հոգու կրակն է մեզի պետք, Աստծո ժողովուրդ։ Անտառում որսորդ եմ եղել ենք, ես որսորդ եղել եմ, եթե մենք որսի անտառում կրակ էինք վառում, գիտեինք արշ կա, վայրի խոզ կա, որ կրակը վառում էինք, նստում էինք, կենդանիները չէին մոտենում կրակին, վախենում էին, ով չի վախենա կրակից, բոլորն էլ վախենում են, չէ կրակից, հենց կրակը մարում էր, բարձանում ենք ծառի վրեն, արդեն գիտենք, որ գազաները կգա, բայց որ կրակը կար, բան չէր մոտենա, ոչ մոծակ էր մոտանում, ոչ արջ էր գալիս, ոչ վայրի խոզ էր գալիս, կրակից վախենում էին, Սուրբ Հոգու կրակը եթե վառվի մեր մեջ, մեր հպարտությունը կվառի, մեր գոռոզությունը, մեր եսասիրությունը, մեր ցուցամոլությունը, մեր մարդկային խորհուրդն ու բնությունը կվառի, ամեն, դրա համար մեզի պետք է, որ կրակին մոտենանք,
Հիսուսը ինչ կրակ էր, ինչքան ժողովուրդ էր հավաքում Հիսուսի մոտ, որտեղ տաքանում էին Հիսուսի մոտ, կրակ էր մեր փրկիչը։ Եկեղեցիների բաժանումը, քայքայումը կրակի բացակայությունն է։ Եկեղեցիների մեջ կրակը մարածա։ Թող Սուրբ Հոգու կրակը վառի եկեղեցիների մեջ։ Համաձայն չեք ժողովուրդ ջան։ Սուրբ Հոգու կրակը թող վառի, որ ժողովուրդներ գան, տաքանան։ Մարդիկ պաղի ժամանակ տաքություն է պետք։ Իսկ սար մարդը մտնում է կրակին, որ տաքանա։ Ժողովուրդը մեզի է սպասում, սառած են նրանք։ Կրակ է պետք է լինենք, որտեղ որ լինենք պետք է կրակ լինենք, Աստծո ժողովուրդ, կրակ լինելու համար պետք է մոտենանք կրակին, մոտենանք խոսքին, Աստծո խոսքը կրակ է, Աստծո խոսքը մուրջ է, օգտագործի։ Լցրա քո մեջ, որ բխի քեզանից Աստծո խոսքը։ Երեմիային ասեց. իմ խոսքը քո բերանի մեջ դրեցի։ Իրոք Երեմիան որ խոսում էր, մարդիկ ապաշխարում են։ Պետրոսի մեջ կրակ կար, վառում էր Պետրոսը, հիշում եք Գործ Առաքելոցի մեջ, որ Պետրոսը խոսած, 120 հոգի ապաշխարեցին, հետո 3000 հոգի վառվան Պետրոսի քարոզից, Պետրոսի խոսքից, որովհետև կրակ էր դուրս գալիս Պետրոսի բերանից։ Այսօր սիրելի հոգի, որտեղ որ ներկա ես դու, կրակը դուրս գալիս քո բերանից։ Թե սառած ես։ Ով որ կրակով բռնկված չի, նրա աղոթքը ձանձրալի է, նրա քարոզը ձանձրալի է, նրա երգը ձանձրալի է։ Սուրբ Հոգին է մեզի վառում, Սուրբ Հոգին է մեզի պատրաստում, կարիք ունենք Սուրբ Հոգու, կարիք ունենք Պենտեկոստեին։ Մովսեսը եղավ Սիոն սարի վրա օրենքը վերցնելու, ստանալու Տիրոջից։ Տիրոջ հետ շփվավ, կրակ հետ շփվավ, Մովսեսի դեմքը փոխված էր։ Մովսեսի դեմքը պայծառ էր, մարդիկ չէին կարող նայել Մովսեսին։ Ինչու՞, որտև կրակի հետ էր, Աստծո հետ էր։ Այսօր մարդիկ որ նայեն մեր պատկերին, ինչ պատկեր կտեսնեն։ Կոյենի պատկերը կտեսնեն, թե Հիսուսի։ Ում պատկերն են տեսնում մեր վրա։ Կոխոս։ Ինչի, Աստծո որդի ենք մենք, Աստված մեզի կրակ է տվել, Աստծո խոսք է տվել, օգտագործի լիցք քո մեջ, լցրա կարասները ջրով, լցրա, որ հրաշքներ կատարվի, մարգարեություն կատարվի, բժշկություն կատարվի, դևերը դուրս գան, որ եկեղեցիները միաբանվի, բաժանումները կրակի պակասությունից է։ Պաղը կարիք ունի տաքության։ Ամեն։ Խավարը կարիք ունի լույսին։ Ժողովուրդը խավարի մեջ են, կրակ է պետք, բայց տաքսնենք դրանց։ Թե ասում ենք լավ է, ոնց լավ է, կրակ ունեցող մարդը չի կարող հանգիստ նստի, կրակ ունեցող մարդը կխոսա, կասի, քարոզի, կերքի, կպատմի Հիսուսի մասին, որտև կրակ է, կլսի եւ կապաշխարի, կլսի, կդառնա Քրիստոսին, ինչպես Պետրոսի ժամանակ, որ Պետրոսը խոսում էր, ինչ անենք եղբայրներ, ինչ անենք, ապաշխարեցեք, կրակ էր դուրս գալիս Պետրոսից, սիրելի հոգի, կրակ դուրս գալիս է քեզնից կրակ դուրս գալիս է, եթե չէ մոտեցի կրակին, եթե չէ մոտեցի, կրակը նաև հալեցնում է, կրակը հալեցնում է, մեզի Աստված հալեցնում է, մեզի Աստված մաքրում է կրակի միջոցով, ոսկին որ հանում ես հանքից, նա մաքուր ոսկի չի, ոսկրիչը դնում է կրակի մեջ, հալեցնում է, որպեսզի իր ձեռքերի մեջ գործիք դարձնի, հալած, մաքրված ոսկին շուտ է գործիք դառնում, որտեղ ամեն մետաղ, ամեն բան, փխրու ամեն բան դուրս է գալիս մեջից, մեզանից դուրս կգա հպարտություն այն ժամանակ, որ կրակը վառի մեզի, Սուրբ Հոգու կրակը,
Սուրբ հոգու կրակը մեզի պետք է ժողովուրդ ջան, որ մեզի հալեցնի մեր ցուցամոլությունից, մեր մարդկային բարնավոր գաղափարներից, ազատի մեզի, երկնային բնություն տա մեզի, որ բխի մեզանից։ Կրակը նաև մաքրում է։ Հիշում եք Եսայա մարգարության 6-րդ գլուխ, որ Եսայան տեսավ Տիրոջ հրեշտակին, Տիրոջը տեսավ, եւ ինչ արեց, ես պիղծ շրթունքներով մարդ եմ եւ բնակվում եմ պիղծ շրթունքներ ունեցող մարդկանց մեջ։ Ինչ արեց Տիրոջ հրեշտակը Եսայի բերնին, կրակը կպավ, մաքրեց, զտեց։ Եթե ուզում ես շրթունքներդ զտվի, կրակ օգտագործի։ Եթե ուզում ես խորհուրդներդ վառվի, կրակ օգտագործի։ Նապայում հրդեհը կատարվավ, ոնց որ եղբայրն ասեց, ամեն բան վառվավ, մոխիր դարձավ։ Աստված ուզում է իր Սուրբ Հոգու կրակով մեզի մոխիր դարձնի, այսինքն խոնարհ դարձնի, որ մոխիրներին օգտագործի իր ձեռքի մեջ։ Նախ կրակի մեջ պետք է դնի, վառի, մոխիր անի, հետո օգտագործի, ոնց ուզի օգտագործի, ոսկրիչը, ոսկուն, ոնց ուզի օգտագործի, բայց չհալած չի կարող օգտագործի։ Հալեցնում է, որ մաքուրին, Աստված մեզի հալեցնում է, վառում է իր կրակով, որպես իր ձեռքի գործիքն անի, բժիշկ անի, թարգմանող անի, մարգարե անի, ավետարանիչ անի, բեսի գրված ամենակ առաջի դարի համար գրված, Հիսուս Քրիստոս ասում են երեք այսօր հավիտյան նույնը, բայց դու որ ասում ես դու նույնը, դա աղոտ կարա թե իվանդը բժշկվի, աղոտ կարա որ Սուրբ Հոգով մկրտվի, աղոտ կարա որ դիվարը դուս կա, աղոթի, կրակը բացակայում է քո մեջ, կրակը։ Այստեղ երկրի վրա, եթե կրակը մեզի չայրի, եթե կրակը մեզի չվառի, չմաքրի, կամ մեղքի կրակ, ծծմբելիչ, այն կրակը գվառին դե ուշ կլի արդեն, վայ կկարդաս, այսօր է վառվելու ժամանակը, այսօր է կրակը օգտագործել ժամանակ, այսօր է փրկության օրը, այսօր է ընդունելու ժամանակը ընդունի, որ արթնանաս, ընդունի, որ կրակ լինես, որ սառազներին տաքացնես, ինչքան սառած մարդիկ կան, եւ Աստված կօգտագործի նրանց, ովքեր ուզում են ժողովուրդ փրկվի, Աստված օգտագործում է այն մարդկանց, կդարձնի իր ձեռքի գործիք, ովքեր փափագում են ժողովուրդը փրկվի, ովքեր փափագում են ասուն դառնալու, Աստված վերցնի կօգտագործի, Աստված տեսավ Մովսեսի սիրտը, որ Եգիպտոսուն սպանեց, որ Իսրայելից հետ կռվում էր, հիշում եք, այդ Մովսեսին դարձրեց փարավոնի գլխին, դարձրեց եւ գավազանով փարավոնի գլխին հագցրեց, Աստված ճանաչում էր Մովսեսին, Աստված բոլորիս ճանաչում է, եւ վերցնի կօգտագործի այն մարդկանց, ովքեր փափագում են, ովքեր ուզում են ծառայեն Տիրոջը, վերցնի կօգտագործի, զորով չի անի Աստված, ինչպես եղբայրս ասեց, Աստված կանչում է, բայց դու դուռը բաց, դու ընդունի, հոժարվի, Հիսուսը Երուսաղեմի ժողովրդին կանչեց, ով Երուսաղեմ, որ մարգարեները ուղարկեցի ձեզի դու սպանեցիք, հարգոցեցիք, ինչքան ուզեցիք ձեզի հավաքել իմ թևերի տակ, բայց դու չուզեցիք, ինչպես հավը իրար զաքերին, բայց դու չուզեցիք, պետք է ուզենանք, որ Աստված վառի մեզի, համաձայն չեք, որ վառվենք, թե վառվելու բան չկա մեզի վառվելու շատ բան կա, եւ կրակը նաեւ կհավաքի, ես գյուղացի եմ եղել, մեր հրազդանում, մեր գյուղում համարյա 1.5-2 մետր ձուն էր գալիս, ծմեր, հերս որ վառում էր այդ թոնիրը կրակով, այդ տաքությունը, որ այդ տունը տաքանում էր, վերևի ձունել էր հալում, տաքությունից, մտքեր աբերում, Աստված հիշեցնում անձի, տես, կրակի մասին, տես, տրամորի ասում քեզի, կրակ, հացատան վերևը հող էր, ձունը հալում էր,
Ինչի տաքության պատճառով։ Հիսուսը եկավ աշխարհ մեր կարծրացած սրտերը տաքացնելու, որ մենք կարծրացած էինք, եկավ որ իր կրակով տաքցնի մեզի, որ հալի ամեն աշխարհայինը, հալվի ամեն մարդկայինը, հանի ամեն բան, մարդկային լեզվի խոսքերը, խորհուրդներ ամեն բան հալեցնի տաքության Սուրբ Հոգու կրակով։ Ամեն։ Թող Աստված մեզի զորացնի եւ ինքան համարներ եմ հանել ժողովուրդ ջան, բայց չեմ իմանում, որ ընկնում եմ խոսալով արդեն մոռանում եմ որտեղ պետք է ասեմ։ Բայց Սուրբ Հոգին թող ասեմ եմ, Սուրբ Հոգի, դու խոսա, էլի, ինչ կլի, որ դու միտք տվել ես ինձի, դու էլ միտքս բաց, ճուղավորի, որպեսզի խոսամ, մտքեր եւ բերում է հիշեցնում Աստծո խոսքը, հիշեցնում Աստծո խոսքը, որ Դավիթը որ զոհորեց, կրակը վառվավ երկնքի։ Հիշում եք եղբայրներ ջան, Բորնայի կալի մոտ, չէ՞, կրակը վառեց։ Մեզի պետքա որ կրակը վառվի մեր մեջ։ Գեդեոնին, հիշում եք Գեդեոնին։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մենք կարիք ունենք թե չէ։ Կարիք ունենք թե չէ։ Դրա համար եթե կարիք ունենք, Աստված մեզի կզորացնի, Աստված մեզի կվառի, իր կրակով կվառի, ով որ չի գալիս եկեղեցի սառածա։ Իրան պետք է տաքություն։ 3 շաբթի, 5 շաբթի կամ կիրակի օր։ Մենք 3 օր ենք հավաքվում, բայց մենք պետք է ամեն օր կրակին մոտենանք։ Իմ եղբայր Գեղամը, հիշում եք, որ ասեց եղբայրներ քույրեր, գոնի առավոտ ժամի 6-ին արթնանանք, մեր ժամ կորթանք։ Հիշում եք, ես հիշում եմ, չէ՞ Գեղամ ջան։ Ասես մեր ժամ կորթանք ավետարան, էլի։ Ես էլ ասի մեր ժամ քիչի Գեղամ ջան, չէ՞։ Բայց Տեր օրը գիտի որ կորթացողներ քիչ են, դրա համար ասում գոնե մեր ժամ էլի զբաղվեք Աստծո խոսքով։ Բայց Աստված Եսուին ինչ ասում, ասում մեր ժամ, թե գիշեր ցերեկ մտածի օրենքի վրայով։ Աստված Եսուին Մովսեսի մեռնելուց հետո Աստված Եսուի հետ խոսած։ Չէ, 8-րդ խոսքը, առաջի գլուխ 8-րդ խոսքը։ Գիշեր ցերեկ Տիրոջ օրենքի վրա մտածի, որպեսզի քեզ ինչ լինի, հաջողություն լինի, որտեղ որ ոտքը դնես, էդի քոնը լինի, որտեղ որ գնաս, թագավորներին պետք է հաղթես։ Ինչու՞, որտեղ Տիրոջ խոսքը քո սրտի մեջն է։ Իմացեք, Սատանան վախենում է կրակից։ Ինչ է կրակից չի վախենա։ Մեր մեջ կա մարդ, որ գազը վառի, մեր րոպե մոտը դնի բանի կրակի վրան։ Կամ մի քանի վայրկյան, ես մոտենա, վրասկ փոխցնի, չէ՞։ Ասենք, ես Պովրի օգնական եմ եղել 16 տարեկանից։ Իմ Պովրը 65 տարեկան մարդ էր, 40 տարվա Պովր էր ինքը։ Ինձ լավ մը սովորացրեց Պովրությունը, լավ։ Աշակերտ էի ես, օգնական էի։ Սովորացրեց, մինչև բարձրացավ ռազարյատները տալիս, չէ՞, ասենք 4-5 ռազարյատ Պովր պետք է դառնաս։ Արդեն դարձելի Պովր։ Համը բանը, Պովերը ամենալավ կերակուրն է ուտում ինքը նախ սկզբից, նոր տալիս է ժողովրդին։ Ամենալավ կերակուրը ինքն է ուտում, հետո տալիս է ժողովրդին։ Ուրեմն Աստված մեզի բոլորիս ուզում է դարձնի իր աշակերտները։ Երբ որ կրակի վրա ենք դնում ամեն բան, միսը որ դնում ենք կրակի վրա, գիտեք ինչա դուրս գալիս մսիչ, չէ՞։ Խորովածը որ դնում ենք կրակի վրա, ինչերն է դուրս գալիս, չէ՞, այդ կրակի մեջից, չէ՞։ Մսի մեջից։ Ինչքան մոտենում ենք, ինչքան դնում ենք, լավ եփում է, ախորժակով ուտում ենք։ Մեզի Աստված դնում է կրակի մեջ։ Ուզում է Սուրբ Հոգու կրակը վառվի մեր մեջ։ Ուզում է Սուրբ Հոգու կրակը վառվի, որպեսզի մենք Աստծո խոսքից խոսանք։ Աստծո խոսքը բխի մեզանից։ Աստծո խոսքը դուրս գա մեր բերանից։ Պետք է ուտես, պետք է մոտենաս, պետք է վարժվես, որ դառնաս լավ Պովր, որ լավ կերակուր տաս մարդկանց։ Պետք է աշակերտ լինես, նոր վարպետ լինես։ Չէ, Հիսուսն էլ է տենց ասում, չէ։ Աշակերտին հերիք է, որ իր վարդապետի պես լինի։ Ուրեմն մենք աշակերտներ ենք, թե չէ։ Աշակերտները պետք է սովորեն։
Աշակերտները պետք է մոտենան վարդապետին։ Պետք է խնդրեն, ասեն սովորացրա ինձի, ճամփան սովորացրա, եւ ճամփան կսովորացնի։ Եվ կրակը նաեւ միկրոբներ կվառի։ Օրինակ մեր ջիմում, որ ես գնում եմ, այնտեղ steam room կա սաունա, սուխոյ պառնու։ Steam room-ը գոլորշիա դուս տալիս, բայց սուխոյ պառնու կրակ են վառում այնտեղ, տաքություն մոտավորապես մի 110 աշճան տաքություն է, 100 աշճան տենց։ Այնտեղ ոչ մի միկրոբ, ոչ մի բակտերիա չկա, որտեղ տաքությունը վառում ամեն ինչին։ Սուրբ Հոգին ասում է, տենում ես կրակն ինչ անում։ Դու այդպես պիտի կրակ լնես, որ միկրոբները, սատանայի մտքերը չընդունես, լրի վառվի։ Մենք եթե Սուրբ Հոգու կրակը ընդունենք մեր մեջ, սատանայի մտքերը վառի։ Ինչպես իմ եղբայր արտակախվելը ասես մտքեր աբերում, չէ՞։ Ես մտքեր, լավ այսօր չես գնա, լավ այսօր։ Այդ կրակը կվառի այդ մտքերին։ Այդ կրակը կվառի դեպի Տիրոջ տունը քեզի կտանի, բայց այդ կրակը որ չօգտագործես, քեզի կտանի Ալյասկա։ Օգտագործենք թե չէ։ Օգտագործենք կրակը մեր մեջ, որպեսզի գանք Տիրոջ տունը։ Օգտագործենք կրակը, որպեսզի ժողովուրդը տաքանա, ժողովուրդը միաբանվի։ Տեսնում եք եկեղեցին ինչա, տեսնում եք սակրամենտոյի վիճակը ինչա, տեսնում եք։ Կրակի բացակայությունն է։ Սուրբ Հոգու կրակի բացակայությունն է։ Եթե Սուրբ Հոգու կրակով վառվեն, Սուրբ Հոգին միաբանության Աստված է։ Կրակը, Սուրբ Հոգու կրակը միաբանության Աստված է։ Առաքյալները միաբան էին, ինչի, որտեղ Սուրբ Հոգու կրակը վառել էր իրանց ամեն ինչը։ Դրա համար իր հետ միաբանվացին։ Ովքեր միաբանված չեն, կրակից զուրկ են, Սուրբ Հոգու կրակից զուրկ են։ Այդտենց է թե չէ ժողովուրդ ջան։ Ես չեմ ուզում իմ ժողովուրդը Սուրբ Հոգու կրակից զուրկ լինի։ Ես չեմ ուզում, որ դուք ուրիշ կրակներով վառվեք։ Եթե մենք Սուրբ Հոգու կրակով չենք վառվե, սատանեն ամեն տեսակի մտքեր կբերի մեզի։ Ամեն տեսակի մտքեր կբերի եւ կընդունես։ Իսկ եթե կրակը քո մեջ լինի, սատանայի մտքերը կվառի, չէ՞ Արտակ ջան։ Բոլոր մտքերը կվառի, մենք էլ միաբանության կգանք եկեղեցի, Տիրոջ փառքը կերևա եւ մենք ասուն փառք կտանք, որտեւ ինքն արժանի է, փառք ու պատիվ գոհություն առնելու, որտեւ իր կամքով եղանք եւ իր կամքով ստեղծվեցանք։ Եթե Աստված չկամենար, մենք չէինք ստեղծվե։ Ինքը կամեցավ, որ մեզի ստեղծի։ Եվ մեզի նախասահմանեց։ Նախքան մեր ստեղծելը ինքը ճանաչում էր մեզի։ Ում որ ճանաչեց, նրան նախասահմանեց։ Ում որ ճանաչեց, որ գնում ենք բան առնելու խանութում կամ բազարում, մենք նայում ենք, որ ընտրենք, թե որն է լավ, չէ, որտնացը, փտածը չենք առնում, լավն ենք ընտրում, չէ, մեր տան համար։ Աստված նախքան մեր ստեղծելը ինքը տեսել է մեզի։ Եվ ինքը ճանաչե մեզի նախասահմանել է, օրհնյալ լինի իր սուրբ անունը, ինչպես մեր Պողոս առաքյալն ասում Հռոմեացնի 8-րդ գլխի մեջ 28 խոսքից։ Թող Աստված օգնի, կանգնենք ոտքի, միաբանված աղոտ կանենք, որ Աստված մեզի Սուրբ Հոգու կրակով վառի։ Համաձայն եք, ովքեր են ուզում վառվեն Սուրբ Հոգու կրակով։ Ովքեր են ուզում վառվեն։ Սուրբ Հոգու կրակով չես ուզում վառվես։ Ովքեր են ուզում վառվեն, վառվենք Սուրբ Հոգու կրակով։ Վառվենք, որպեսզի վառենք մարդկանց, այսինքն սատանայի բոլոր ծրագրերը վառենք։ Հալելույա Լորդ։ Փառք ես հզոր Սուրբ։ Փառք ես Սուրբ կրակ, հալելույա քեզի։ Սուրբ Հոգի կարիք ունենք, քո կրակով վառի մեզի։ Մեր իղձեր ցանկությունները վառի, մոխիր արա մեզի Լորդ։ Որ քո ձեռքի մեջ օգտագործես մեզի փրկիչ, ինչպես օգտագործեցիր մարգարեներին, օգտագործեցիր նահապետներին, առաքյալներին, օրհնյալ, օգտագործի վառի մեզի, վառի Սուրբ Հոգի, վառի։ Վառի մեր աշխարհայինը, վառի մեր եսասիրությունը, վառի մեր հպարտությունը, վառի Սուրբ Հոգի։ Արի վառի Սուրբ Հոգի, հալելույա, հալելույա։ Glory, 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 Lord. Փառք ես։ Շնորհակալ եմ ես կիրակուրի համար, շնորհակալ եմ, Lord։ Օգնի ավելի մոտենամ քեզի, Հիսուս։
Օգնի մոտենամ քեզի, որ օգներ բռնկվեն, քեզի փառավորեն, փրկվեն, սատանայի ամրոցները քանդողը լանք, հալելույա, քո կրակով, Սուրբ Հոգու կրակով, հալելույա, փառքես, օրհնիր Սուրբ Հոգի, օրհնիր, արի Սուրբ Հոգի, արի, կանչում եք մեր տների մեջ, արի մեր տների մեջ շատ վառվելու բաներ կան, վառի անամատությունը, վառի մեր մարդկային խորուրդ գաղափարը, վառիր սատանայի բները, նրա թելերը կտրիր Սուրբ Հոգի, արի, հալելույա, արի հրավիրում եք սակրամենտոյի եկեղեցիների մեջ, քո կրակով արի եկեղեցիների մեջ, վառի, անմիաբանությունը վառի Տեր, հպարտությունը վառի, ցուցամոլությունը վառի, աղաչում եմ Սուրբ Հոգի, արի, Սուրբ Հոգու կրակն եմ խնդրում եկեղեցու մեջ, մեր ընտանիքների մեջ, Ամերիկայի մեջ, Սակրամենտոյի մեջ, հալելույա, glory sila Lord, sila glory Господь, Սուրբ Հոգու զորություն եմ խնդրում, հալելույա, օրհնի առաջնորդի, պահի պահպանի, կարիքը տունենք բոլորս, փրկիչս փառքես, օրհնյալ լինի Սուրբ անունդ, Հայր Որդի և Սուրբ Հոգի, ալելույա, ամեն, ով Հայր մեր, որ երկինքն ես, քո անունը Սուրբ լինի, քո թագավորությունդ գա, քո կամքդ լինի, ինչպես երկնքում, նույնպես երկրի վրա, մեր ամեն օրվա հացը այսօր մեզի տուր, և մեզ ների մեր պարտքերը, ինչպես մենք էլ կներենք մեր պարտապաներին, ու մեզ փորձության մի տանիր, հապա չարից մեզ ազատիր, քանի որ քոնն է թագավորությունը, զորությունը, փառքը հավիտյանս ամեն